Մեծ Բրիտանիան եւ Թուրքիան ռազմավարական գործընկերության շրջանակային համաձայնագիր են ստորագրել, որը նշանակում է երկու պետությունների հարաբերությունների նոր փուլը։ Փաստաթուղթը, որը ստորագրել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքամ Ֆիդանը եւ բրիտանացի նախարար Իվետ Կուպերը, միտված է խորացնելու ռազմական, տնտեսական եւ հետախուզական համագործակցությունը, նպատակ ունենալով ամրապնդել Մերձավոր Արևելքում անվտանգությունը եւ ստեղծել նոր ուժային կենտրոն։ Փորձագետները սա գնահատում են որպես Լոնդոն-Անկարա նոր աշխարհաքաղաքական առանցքի ձևավորում, որը գործում է Եվրոպական միության ազդեցության շրջանակներից դուրս։ Այս համաձայնագրի տողատակում թաքնված է ոչ թե սոսկ երկու դաշնակիցների մերձեցում, այլ Եվրոպական միության ազդեցությանը զուգահեռ, իսկ որոշ դեպքերում նաև այն շրջանցող նոր գլոբալ աշխարհաքաղաքական առանցքի գիտակցված ձևավորում, որտեղ հետ Բրեքսիթյան Մեծ Բրիտանիան ձգտում է վերագտնել իր ազդեցիկ դերակատարությունը, դուրս գալով բյուրոկրատական Բրյուսելի սահմանափակումներից։ Անկարան իր հերթին Թուրքիայի համար այս քայլով ոչ միայն ռազմական ու տնտեսական նոր շուկաներ ու տեխնոլոգիաներ է բացում, այլև ապահովում է իր ինքնավարությունը արևմտյան աշխարհում, ունենալով ուժեղ հովանավոր, որը Բրյուսելի կամ Վաշինգտոնի համեմատ ավելի պրագմատիկ է եւ ավելի քիչ հակված քարոզչական դասեր տալու։ Տողատակում հստակ երևում է նաև Մերձավոր Արևելյան խաղաղության եւ կայունության վերաբերյալ անգլո-թուրքական հայացքի ձևավորումը։ Սա հզոր ռազմաարդյունաբերական սիմբիոզ է, որտեղ բրիտանական հետախուզական ու ֆինանսական ուղեղները միանում են թուրքական ռազմական մկաններին, եւ այս միությունը իրականում ուղղված է ոչ միայն ընդհանուր մարտահրավերների չեզոքացմանը, այլև աշխարհաքաղաքական այնպիսի գոտիներում սեփական ազդեցության հաստատմանը, որտեղ ավանդական արևմտյան կառույցները դառնում են դանդաղաշարժ ու անարդյունավետ։ Հետևաբար սա նոր, ճկուն եւ գերպրագմատիկ աշխարհակարգի ազդանշան է, որը ցույց է տալիս, որ գլոբալ խաղացողները սկսում են հեռանալ մեծ բլոկային մտածելակերպից, նախընտրելով ուժային փոքր առանցքներ, որոնք ավելի արագ են արձագանքում ճգնաժամերին եւ ավելի արդյունավետ են պաշտպանում իրենց ազգային շահերը։